Հայ հասարակությունը պատմականորեն ավանդական և կրոնասեր լինելով ցուցաբերում է անհանդուրժող վերաբերմունք այն անձանց նկատմամբ, ովքեր այս կամ այն հանգամանքով տարբերվում են հասարակության մեծամասնությունից։ Հոմոֆոբիան, տրանսֆոբիան և բիֆոբիան համատարած և խորապես արմատացած են հայ հասարակության մեջ, որի արդյունքում LGBT անձինք ենթարկվում են բազմապիսի ֆիզիկական և հոգեբանական բռնությունների։ LGBT դեռահասները հաճախելով դպրոց և լսելով հոմոֆոբ մեկնաբանություններ կարող են այդ ամենը այլ կերպ ընկալել և սկսել դատապարտել իրենք իրենց։ Նրանք հաճախ մերժվում են սեփական ընտանիքների կողմից։ Ծնողները հայտնաբերելով դեռահասի նույնասեռական լինելը, իրենց բացասական վերաբերմունքով կարող են ծանր հետևանքներ թողնել դեռահասի առողջ հոգեբանական զարգացման վրա։ LGBT համայնքի տեսանելիությունը Հայաստանում սահմանափակ է, սակայն LGBT համայնքը մեր հասարակության անբաժանելի մասն է։ Հայաստանում LGBT մարդիկ իրենց սեռական կողմնորոշումը գիտակցելիս ունենում են շատ դժվար հաղթահարելի հոգեբանական խնդիրներ, կապված իրենց ինքնության հետ, հատկապես այն մտքից, որ կարող են չընդունվել ու քարկոծվել հասարակության կողմից։ Հասարակական ընկալումներում LGBT հարցերի շուրջ ձևավորված կարծրատիպերն ու միֆերը հաճախ շարժիչ ուժ են դառնում ատելության համար, մինչդեռ իրականությունը շատ դեպքերում բոլորովին հակառակն է։ Ամենատարածված միֆը այն է, որ LGBT լինելը ընտրություն է։ Իրականությունն այն է, որ LGBT լինելը ամենևին էլ ընտրություն չէ։ Ոչ մեկ չի ընտրում իր սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը։ Հայաստանում LGBT մարդիկ աշխատում են ամենատարբեր ոլորտներում, խթանելով Հայաստանի տնտեսական ցուցանիշները։ LGBT համայնքի պատկանելիությունը երբեմն նույնացվում է ցածր բարոյական վարք ունենալու կամ այլասեռվածության հետ։ Իրականում մարդու բարոյական վարքը բնավ պայմանավորված չէ սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ։ Կարծրատիպերից մեկն էլ այն է, որ LGBT մարդիկ այդպիսին են դառնում սխալ դաստիարակության հետևանքով։ Իրականում դաստիարակությունը, շրջապատը կամ ինտերնետը որևէ կերպ չեն ազդում մարդու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա։ Ասում են LGBT մարդիկ միավ ձիահի հիմնական տարածողներն են, սակայն ըստ միավ ձիահի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների, Հայաստանում միավի փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ ուղին է, որը կազմում է 65%։ Տրանսգենդեր մարդիկ լիարժեք են, անկախ իրենց բիոլոգիական սեռից և հատկանիշներից։ LGBT մարդիկ նույնպես սիրում են, ունենում և կառուցում հարաբերություններ հիմնված զգացմունքների վրա, այնպես ինչպես հետերոսեքսուալ մարդիկ։ Բիսեքսուալ մարդիկ իրականում շփոթված չեն, այլ ունեն հստակ սեռական կողմնորոշում։ Նրանք զգայական և ֆիզիկական նախասիրություն ունեն դեպի նույն և հակառակ սեռի ներկայացուցիչները, բայց հակված չեն անհավատարմության։ Հանրությունում տարածված ընկալումներից մեկն էլ այն է, որ նույնասեռական մարդիկ արտաքնապես տարբերվում են մնացած մարդկանցից և ունեն հակառակ սեռին բնորոշ վարք։ Իրականությունն այն է, որ LGBT համայնքը բազմազան է։ Հասարակության բացասական վերաբերմունքի հիմնական պատճառը LGBT մարդկանց մասին սխալ կամ ոչ լիարժեք ինֆորմացիան է։ Օրինակ Հայաստանում շատերը համարում են, որ նույնասեռականությունը հիվանդություն է, որը կարող է բուժվել, չիմանալով, որ 1992 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանել է հիվանդությունների շարքից։ Լսեք LGBT մարդկանց և իրազեկվեք նրանց խնդիրների մասին։ LGBT մարդիկ արժանի են հարգանքի և հավասար իրավունքների, ինչպես մնացած մարդիկ։ LGBT համայնքին թիրախավորելը թեկուզ կատակով երբեք արդարացված չէ։ Պետք չէ հանրայնորեն բացահայտել LGBT մարդկանց սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը առանց իրենց թույլտվության։ Մարդու գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը երկու տարբեր բաներ են, իսկ գենդերային ինքնությունը չի որոշում բիոլոգիական սեռով։ Իմացեք ձեր կարևոր դերը որպես LGBT համախոհ։ Ցույց տվեք, որ խտրական վերաբերմունք չունեք և ընդունում եք մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Խիզախորեն խոսեք ընդդեմ LGBT մարդկանց թիրախավորող արտահայտությունների կամ վիրավորական արարքների, որոնց ականատես եք։ Կյանքը և երջանկություն փնտրելու իրավունքները մարդու անհերքելի իրավունքներն են, և հանուն յուրաքանչյուրի երջանկության անհրաժեշտ է, որ հենց դու լինես LGBT համայնքի համախոհ։ Եկեք ստեղծենք հավասար և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք մերժված չի լինի։